իմանա այն եղբորից, որ ասում է չես ապաշխարում։ Շատերի համար լսել եմ այդպիսի բան, ասում ավելի լավ է ինձ հայոյի, քան ասի չես ապաշխարում։ Չես ապաշխարում, ինչ ա եղել։ Մի նեղացի, մի վիրավորվի։ Սիրներ, ժամանակը մեր օգտին է խոսում առայժմս։ Մենք չգիտենք հետո ինչ կլինի, բայց ուր է մեր աճը, հոգևոր աճը, ուր է։ Հիվանդանոցում, լավ հիվանդանոցների տեղը, մարդիկ, որ հետաքրքրում են, շատ լավ ճարում են։ Իմ ամենալավ հիվանդանոցն է։ Լավ հիվանդանոցում արդյունք կա։ Եկեղեցում արդյունք կա։ Ինչի համար, որտեղ բժշկապետը ամենագետ է, ամենատես է, ամեն բանի կարող է։ Մեր անօգնությունն է պատճառը, սիրելի եղբայրներ, քույրեր, անտարբերությունը մեր անձի հանդեպ։ Եղբայրները շեշտեցին, որ մենք ավելի շատ անհանգստացած ենք նյութականի համար, երկրավորի համար, մարմնավորի համար, հարմարավետության համար։ Սիրներ, բայց ավելի ու ավելի բարձր, կարևոր, նպատակ կա, իմաստ կա։ Տեսիլքդ կորցրել ես, սիրելի հավատացյալ եղբայր, տեսիլքդ որն է։ Քրիստոսին նմանվելը, եւ սա հասանելի է։ Եթե հասանելի չլիներ, ավետարանը չէր գրվի։ Եթե հասանելի չլիներ, Պողոս առաքյալը որպես մարդ, մերպես մարմին ունեցող չէր ասի, որ նմանվեք ինձ, ինչպես ես էլ Քրիստոսին։ Այսինքն Աստված կարող է մեզ տանել այդ ուղղությամբ, հոգևորապես աճեցնելու եւ սիրելու իրար, սիրով վարվելու իրար։